Ցարնյուզը առանձնացրել եւ ներկայացնում է շոու բիզնեսյան օրվա ամենահետաքրքիր եւ ուշագրավ իրադարձությունները բոլոր մանրամասներով։ Հաղորդավարուհի դերասանուհի Զառա Արամյանը սոցիալական հարթակներում հայտնել է, որ կրկին հիվանդանոց է տեղափոխվելու։ Կրկին նույն ճանապարհը կարծես արդեն սովորույթ դարձած լինի, որ 2-3 ամիսը մեկ նույն ճանապարհն է ու այդ ճանապարհին փորձում եմ հնարավորինս շատ ըմբոշխնել Երևանից, փողոցները, մարդկանց, լույսերը։ Քանզի 2 տարի է ինչ այլ տարբերակ քանսլացող մեքենայի լուսամուտից նայել քաղաքին դեռ չունեմ։ Վաղը կրկին տեղափոխվելու եմ հիվանդանոց, իմ բժիշկ Ոսկե միտք, գիտելիք ու սիրտ ունեցող բժիշկ Խաչիկ Համբարձումյանի հսկողության տակ։ Պինդ եմ, լավատես եմ, հավատքի մեջ եմ։ Սիրում եմ բոլորիդ, ընդմիշտ ձեր Զառա Արամյան, գրել էր նա։ Մհեր Բաղդասարյանը նշում էր ծննդյան տարեդարձը, օրվա առթիվ Անի Երանյանը նրա հետ համատեղ լուսանկար էր հրապարակել ու գրել «Ապրես, որ ծնվել ես»։ Ծննդյան տարեդարձներ նշում նաև դերասան Կարեն Ասլանյանը։ Դերասանի տարեդարձի խնջույքը սկսել էր դեռ կեսգիշերից, երբ ընկերները անակնկալ ձևով շնորհավորել էին նրան։ Էլիզ Մելիքյանն էլ նոր լուսանկարներ էր հրապարակել։ Էլիզը այս շրջանում շարունակում է հանդես գալ Վերջին զանգ սերիալում եւ վարում է սոցիալական ցանցի իր էջերը։ Ռիփսիմե Հակոբյանն էլ նոր լուսանկարներ էր հրապարակել, ավելի վաղ նա հայտնել էր, որ ինքն ու Մարտին Մկրտչյանը հերթական միջոցառմանն են հրավիրված։ Լիկա Մեսրոպյանն էլ նոր լուսանկարներ էր ներկայացրել Ամերիկայի Միացյալ Նահանգներից որդու Արմանի հետ համատեղ։ Հիշողություններ Միացյալ Նահանգներից լուսանկարին կից գրել էր Լիկան։ Մհեր Բաղդասարյանի տետատետ հաղորդման հերթական հյուրն էր դարձել երգչուհի Տաթև Ասատրյանը, ով հաղորդման ընթացքում խոսել էր մի քանի թեմաների մասին։ Անդրադառնալով մայրիկի հիվանդությանը, իր մանկության ու պատանեկության բարդ տարիներին ու այդ փուլերին, Տաթևը նշել էր. «Ես դարձա մեր տան փոքրիկ տղամարդը, ամբողջ հոգսը իմ ուսերին էր, ես էի մտածում։ Պատահական ավտովթարից տատս մահացավ ու ես ու մայրս մնացինք մենակ, մեզ տնից դուրս հանեցին։ Մայրս իրեն կորցրեց, հիվանդացավ, այնպես էր փոխվել, որ ոչինչ իրեն չէր հետաքրքրում։ Ես 12 տարի դպրոց եմ գնացել, բայց ոչ մի անգամ մամաս չեկավ ծնողական ժողով։ Ինքը փակվեց իր մեջ ու ինքն իրեն սպանեց իր ցավով։ Այդ տարիներին իմ բոլոր հարազատների դռները փակ էին իմ առաջ, ու երբ մորս աչքերը փակեցի, իմ դուռը ես փակեցի իրենց առաջ, որովհետև էլ մարդ չունեի կորցնելու ավելի թանկ, քան մամաս էր։ Մայրս պետպատվերով էր բուժում ստանում եւ այն ժամանակ այդքան էլ լավ չէին վերաբերվում պետպատվերով հիվանդներին։ Վերջին օրերը անցկացրել ենք հանրապետական հիվանդանոցում։ Մամաս ասաց, ես էլ չեմ ուզում այդ հիվանդանոցում մնալ, ինձ տար տուն։ Գնացինք տուն ընդամենը 2 օր, վերջում ինձ ասաց, ես հանգիստ եմ, դու արդեն քո լավն ու վատը գիտես։ Տաթևը խոսել էր նաև ես կամ հաղորդումից հայտնի դարձած Նժդեհի հետ շփման ու նրան խնամելու մասին, ընդգծելով. «Մինչև հաղորդմանը մասնակցելը 3 օր հոնգուր լացել եմ այդ երեխայի պատմության վրա։ Ինքը եղել է այն նույն Տաթևիկը, որը ես եմ եղել։ Շատ լավ երեխա է, շնորհակալ ու տա Աստված այդպես էլ մեծանա։ Փառք Աստծո, որ ուզում է սովորի, երաժիշտ է ուզում դառնալ։ Շատ լավ մարդիկ ունի իր կողքին, երբ տեսնում ես, որ մի երեխայի մեջ կա ապրելու ցանկություն ու այդ ապրելը կախված է ինչ-որ կոպեկներից, հարամ պիտի լինի աշխատածդ, որ դու չօգնես», նշել էր Տաթևը։ Կարիերան քավր կատարումներով սկսելու մասին երգչուհին պատմել էր. 2016 թվականներ մտահղացումը Նարեկինն էր, ինձ համար քավրնել է համարվում պրոֆեսիոնալ ու կապ չունի, որ դա ուրիշի երգ է, իմ կոլեգաներն են, իմ ընկերներն են, ես նորմալ փող ոչ մի կլիպի վրա չեմ ծախսում։ Առաջինը Նարեկն էր երգ գրել, իմ առաջին տեսահոլովակի վրա ծախսել ենք ընդամենը 100,000 դրամ, այդքան ունեինք։ Ես ԱԼՄ-ում եմ եղել, ամենտեղ եղել եմ, ինձ ինչ հիշում եմ, երգում եմ, 4 տարեկանից, երբ արդեն խոսել գիտեի, մաման ուղարկեց Դորեմի Նադյայի մոտ, հետո 5 տարեկանից գնացի Տիգրան Կարապետյանի մոտ։ Իմիջիայլոց տարածվել են շատ վիդեոներ, որ ես փոքր տարիքում ԱԼՄ-ում երգում եմ կարմիր թշերով, բեղերով, տարիներն են։ Առաջին աշխատածս գումարը երգով եղել է 5,000 դրամ։ 13 տարեկան էի, քաղաքապետարանից ինձ կանչեցին, կոլեկտիվով հավաքվում էին, միջոցառում կար, որ պետք է երգեի։ Ասացին Տաթև ջան, ինչ գումար նախատեսենք, ասացի
5,000 դրամ։ Դա շատ մեծ գումար էր ինձ համար եւ այն տարիներին 5,000 դրամը արժեք էլ ուներ։ Գնացի, երգեցի, արդեն ժամը 9:30 էր։ Մամայիս էլ ասացի գնում եմ այսօր փող աշխատեմ երգելով։ Օրը վերջացավ, ասացի ես հիմա պիտի գնամ տուն, խնդրում եմ ինձ ճանապարհեք։ Ասացին գնա Տաթև ջան, հարցրի բա գումարես, ասացին դե մի օր էլ մենք քեզ պետք կգանք։ Ռեստորանից դուրս գալիս շատ տխուր, վիրավորված, քցված, խաբված էի։ Միջանցքում մտա վերարկուների սենյակ, բավականին պիջակներ կային կախված, որևիցե մի գրպանից գտա դրամապանակ, վերցրի իմ 5,000 դրամը, դրեցի հետ այդ դրամապանակը ու գնացի տուն։ Պատվի հարցեր ես մամայիս ասել էի, որ փող եմ գնում աշխատեմ, բայց ես ազնիվ եմ եղել, իմ 5,000 դրամն եմ վերցրել։ Մեր տան միակ աշխատողը ես եմ եղել, առաջին աշխատածս երգելով չի եղել։ Բերքահավաքների էի գնում, լոլիկ էի հավաքում, մի դույլ էլ բերում էի տուն։ Խոսելով անձնական կյանքի ու երեխաներ ունենալու մասին, Տաթևը նշել էր. ժամանակ չկա հիմա, ես երեխա եմ դեռ մի քիչ մեծանամ նոր, կլինի անպայման։ Հիմա զբաղված եմ, ինձ այդքան ժողովուրդ է սպասում, պետք է փող աշխատեմ, որ երեխա ունենամ, չէ։ Առաջինը ունենում ես, ասում եմ, բա երկրորդը երբ ես ունենալու, չունես, հարցնում են երբ ես ունենալու, դրա օրն էլ կգա, ընդգծել էր երգչուհին։ Իմ հասակը տարիների փորձ ունի, ամեն տարին իրեն պատմություն ունի, խոշոր դեմքից ամեն ծալքնիր դառնում ունի, ծերության դեմ ոչ ոք ոչ մի չար չունի, խոշոր դեմքից ամեն ծալքնիր դառնում ունի, ծերության դեմ ոչ ոք ոչ մի չար չունի։ Մանկությունից անցա երկար ճանապարհ, դպրոցում եմ խելագար, դաժան դեմքից ամեն դեպիք նեգուճար, մի խոսացնեք, ես գդարնամ խելագար, դաժան դեմքից ամեն զարդին դարդունի, մի խոսացնեք, ես գդարնամ Ձայձ Արտուր, Հաջա, չերքենք, երկենք։ դե լա մաժորից չարգյա, գնացինք։ Ղարաբաղի զմրուխտ հավքերի մծանոտ, յարիս բարև տարեք հենց այս առավոտ, գեղեցկուն են մեր նոր հասարերի, աչքս շամփիր սիրտս կարոտի մյարի, գեղեցկուն են մեր նոր հասարերի, աչքս շամփին սիրտս կարոտի մյարի, բարև տարեք, կյանքս տարեք իմ յարին, Ղարաբաղի զմրուխտ հավքեր, կյանքս տարեք իմ յարին, բարև տարեք, կյանքս տարեք իմ յարին, զմրուխտ հավքեր, կյանքս տարեք իմ յարին, խաբար տարեք։ Երևանի սիրուն աղջիկ, ունքերդ կամար, հաստատ գիտեմ, որ ծնվել ես միայն ինձ համար,
Երևանի սիրուն աղջիկ ունքերդ կամար հաստատ գիտեմ որ ծնվել ես միայն ինձ համար ինձ պես սև ու հես սիրուն յարուն ես Երևանի սիրուն աղջիկ էլ ինչ դարդում ես ես սև ու հես ջահել